Քաջ Նազարը Լինում է, չի լինում մի խեղճ մարդ, անունը Նազար։ Այս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում։ Այնքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկակողքը կտրած, նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս տուն գալի։ Նրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։ Այս վախկոտ Նազարը մի գիշեր կնկահեց շեմքն է դուրս գալի, որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրկ-ճրկան լուսնյակ գիշեր, ասում է. «Այ կնիկ, ինչ քարավան կտրելու գիշեր է, սիրտս ասում է վեր կաց գնա, Հնդաստանից եկող շահի քարավանը կտրի, մեր տունը լցրու»։ Կնիկը թե ձենդ կտրի, տեղդ նստի, քարավան կտրողիս մտի կարա։ Նազարը թե անզգամ կնիկ, ինչու չես թողնում ես գնամ, քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ, էլ ինչ տղամարդ եմ ես, էլ ինչու եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։ Որ շատ կռվում են, կնիկը տուն է մտնում, դուռը փակում։ Հող եմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա, քարվան կտրի։ Այս Նազարս մնում է դրանը, վախից լեղապատառ է լինում, ինչքան աղաչյուն պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած, գնում է պատի տակին կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված, պատի տակին արև կողարած սպասում է, որ կնիկը գա, տուն տանի, ու միտք է անում։ Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ այնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի։ Ճանճերը գալիս են սրա քիթու պռունգին վեր գալի լցվում, որ շատ նեղացնում են, ձեռը տանում է երեսին զարկում, որ երեսին զարկում է, ճանճերը ջարդվում են, առաջին թափվում։ Վահ, էս ինչ էր, մնում է զարմացած, ուզում է համրի, թե մի զարկով քանիս սպանեց, չի կարողանում, մտածում է, որ 1000-ից պակաս չի լինել։ Վահ, ասում է, ես էսպես տղամարդ եմ ելել, ու մինչև այսօր չեմ իմացել, ես, որ մի զարկով կարող եմ 1000 շունչ կենդանի ջարդել, էլ ինչ եմ ես անպիտան կնգա կողքին վեր ընկել։ Այստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։ Տեր, օշնյայի տեր, Աստված օրհնի որդիս։ Տեր, բա չես ասիլ, էսպես բան։ Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան, իմանան։ Տերտերն էլ կատակի համար մի փալասի կտորի վրա գրում է. անհաղթ հերոս քաջը Նազար, որ մին զարկի ջարդի 1000, ու տալիս է իրեն։ Նազարս այս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։ Իրենց գյուղից դուրս է գալի մի ճամփա է ընկնում ու գնում, ինքն էլ չի իմանում, թե այդ ճամփեն ուր է տանում։ Գնում, մին էլ ետ է նայում, տեսնում, գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում, իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն խոսել, իշի վրա բարկանալ,
Քանի հեռանում է, այնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է, այնքան ձենը բարձրանում է, սկսում է գոռգոռալ, հարայ հրոցանել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռռալ։ Այս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափվում։ Նազարը ձենն ավելի է գլուխը գցում, իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ, ականջդ ոչ լսի։ Դու մի ասիր, հենց այդ ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է։ Այս զարուրելի ձենը ականջն է ընկնում, թե չէ կանգնում է։ Վայ, ասում է, ոնց թե իմն էլ էստեղ էր հատել, կաչկա այս ավազակներ են։ Ձին թողնում է, ընկնում է ճամփիտակի անտառն ու երկու ոտնուներ, երկուսն էլ փող է առնում, փախչում։ Բախտդ սիրեմ քաջ Նազար, գոռգոռալով գալիս է տեսնում, մի թամբած ձի ճամփի մեջտեղ է կանգնած, իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի, այս թամբած ձիու նստում ու շարունակում իր ճամփը։ Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար։ Գնում է, ընկնում մի գյուղ։ Ինքը գյուղին անծանոթ, գյուղն իրեն։ Ուր գնա, ուր չգնա։ Մի տանից սուռի ձեն է լսում։ Ձին քշում է այս ձենի վրա, գնում է, ընկնում մի հարսանքատու։ Բարի օր ձեզ, այ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար, համեցեք, տեղոնաղն էլ աստուն է, սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում, աչքդ են բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը, թե ուտելիք, թե խմելիք։ Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է այս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, այսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով, բանը մնում է վերի ծերի նստած տերտերի։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է. անհաղթ հերոս քաջն Նազար, որ մին զարկի ջարդի 1000։ Կարդում է ու զարուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ երրորդին, երրորդը չորրորդին, այսպեսով հասնում է մինչև դռան տակը ու ամբողջ հարսանքատունը դրամփում է, թե բա չես ասիլ, նորեկ խոնախն է ինքը, անհաղթ հերոս քաջը Նազար, որ մին զարկի ջարդի 1000։ Քաջ Նազարն է, համ, բացականչում է պարծենկոտի մինը, ինչքան է փոխվել, մի անգամից լավ չճանաչեցի։ Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։ Հապա ինչպես է, որ այսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի, զարմանքով հարցնում են անծանոթները։ Այդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ, ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհն իմ ծառան է ու իմ ծառան։ Հապա ինչպես է, որ մի կարգին թուր չունի, այս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել։ Շնորհքն էլ հենց սրա մեջն է, որ այս ժանգոտ երկաթի կտորով մի զարկ ես ջարդես 1000, թե չէ լավ թրով ինչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։ Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում,
խմում է քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ, ասում է. մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսը տեսնելու, եւ ահա այսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս։ Ժողովականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե այդ հառաչանքն ու ձեռի թափ տալը ինչքան բան կնշանակեր։ Աշուղն էլ որ այնտեղ էր, ձեռած երգ է հորինում ու երգում. բարով եկար հազար բարի, հզոր արծիվ մեր ծառերի, թագ ու պարծանք մեր աշխարհի, անհաղթ հերոս քաջդ Նազար, որ մի զարկես ջարդես հազար։ Խեղճ տկարին դու ապավեն, ազատ կանես ամեն ցավեն, մեզ կփրկես անիրավեն, անհաղթ հերոս քաջդ Նազար, որ մի զարկես ջարդես հազար։ Մատաղ ենք մենք ու դրոշին, մեջքի թրին, տակիդ ռաշին, նրա ոտին, պոչին, բաշին, անհաղթ հերոս քաջդ Նազար, որ մի զարկես ջարդես հազար։ Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամենտեղ, թե գալիս է անհաղթ հերոս քաջը Նազար, որ մի զարկի ջարդի հազար։ Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը ու ամենտեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են քաջ Նազար։ Հարսանքատնից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում է կանաչ դաշտ։ Այս կանաչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվակումը պարկում քնում։ Դու մի ասիլ, օղտը հսկա եղբայրներ կան, օղտը ավազակապ է։ Այս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ Սարի գլխին է։ Այս հսկաները վերևից մտիկ են տալիս, որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե այս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ 40 լդրանոց։ Այս 40 լդրանոց գուրզերը վերցնում են գալիս են, ինչ են տեսնում։ Հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած. անհաղթ հերոս քաջը Նազար, որ մին զարկի ջարդի հազար։ Վայ, քաջ Նազարն է։ Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի ասիլ, հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորցած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում, տեսնում գլխավերևը 40 լդրանոց գուրզերն ուսերին, օղտ նահռելի հսկաներ կանգնած, էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա։ Այս հսկաները, որ տեսնում են, սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են, բարկացավ, հիմի որտեղ որ է, մի զարկով օղտիս էլ կսպանի։ Առաջին գետին են փռվում ու խնդրում են, անհաղթ հերոս քաջը Նազար, որ մի զարկես ջարդես հազար։ Մենք լսել էինք քո ահավոր անունը, տերությանդ էինք փափագում, այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը, մենք քո խոնար ծառաներդ օղտ նախբեր ենք,
ահա մեր ամրոցներ են սարի գլխին է, մեջ է մեր գեղեցիկ քույրը, աղաչում ենք շլորանես, գաս մեր հացը կտրես։ Այստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում իրենց ամրոցը։ Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով ու այնքան են խոսում նրա քաջագործություններից, այնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է նրան։ Ինչ ասել կուզի, հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։ Այս ժամանակ մի վագր է լույս ընկնում այս երկրում։ Ու սարսափ է գցում ժողովրդի վրա։ Ով կսպանի վագրին, ով չի սպանի։ Իհարկե Քաջնազարը կսպանի, էլ ով սիրտ կանի վագրի դեմը գնա։ Ամենքն էլ Լազարի երեսին են մտիկ տալի, վերևը մի Աստված, ներքևը մի Քաջնազար։ Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը։ Իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի։ Նշանածը բռնում է կանգնեցնում, թե ուր ես վազում այդպես առանց զենքի, զենք առ հետդ, այնպես գնա։ Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի։ Նազարը զենքն առնում է, դուրս գնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապանում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն։ Ծառի վրա կուչ է գալի, ու Նազարն ով գտա, հոգին դարել է կորկի հատ։ Հակառակի նման, անտեր վագրն էլ գալիս է հենց այս ծառի տակին պառկում։ Նազարը, որ վագրին չի տեսնում, լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու թմփ, ծառը ծնկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղից վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Այսպես զարհուրած Նազարը մեջքին կպած, այս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոչ չի հարցնում։ Մարդիկ մին էլ տեսնում են, վահ, Քաջնազարը վագրին նստած քշում է։ Հայ հարայ, եկեք, հա, եկեք, Քաջնազարը վագրին ձի է շինել, հեծել, տվեք, հա, տվեք։ Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայհրոցով, հրհրոցով հարձակվում են, խնչալով, թրով, թվանքով, քարով, փետով, տալիս են սպանում։ Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է։ Ափսոս, ասում է, ինչի սպանեցիք, զորով մի ձի է շինել նստել, ենքան պետք է քշեի վար։ Լուրը գնում հասնում է ամրոցը, մարդ, կին, մեծ, պստիկ, ժողովուրդը գալիս է թափվում Նազարին ընդունելու, վրեն երգ են կապում ու երգում, այս աշխարհում մարդկանց շարքում, ով կլինի քեզ հավասար, ով Քաջնազար, ինչպես ուռուշ, կայծակ ու հուշ, բարձր բերդից թռար հասար, ով Քաջնազար, ահեղ վագրին արիր քո ձին, հեծար անցար դու սարեսար, ով Քաջնազար, մեզ փրկեցիր, ազատեցիր, փառք ու պարծան քեզ դարեդար, ով Քաջնազար։ Ու պսակեցին Քաջնազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտնոր, օխտագիշեր, հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն։ Լուսնկալ նոր սարն ելավ,
էնու նման էր, լուսնկան նոր սարն ելավ, են քաչ նազարներ, արեգակ նոր շաղեշաղ, էնու նման էր, արեգակ նոր շաղեշաղ, են իր նազյարն էր, մեր թագավորն էր կարմիր, իրեն արևն էր կարմիր, թագն էր կարմիր, հայ կարմիր, կապեն կարմիր, հայ կարմիր, գոտին կարմիր, հայ կարմիր, սոլեր կարմիր, հայ կարմիր, թագուհին կարմիր, հայ կարմիր, կարմիր թագուհուն բարև, կարմիր թագավորին արև, շնորհավոր, շնորհավոր, քաջ նազարին շնորհավոր, իր նազ յարին շնորհավոր, ողջ աշխարհին շնորհավոր։ Դու մի ասիլ, այս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը, որ իմանում է իրեն չեն տվել, ուրիշի հետ են ամուսնացրել, զորք է կապում, պատերազմով գալիս է օղտ նախպոր վրա։ Այս օղտը հսկան գնում են քաջ նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում, հրաման են խնդրում։ Պատերազմի անունը որ լսում է, սարսափում է նազարը, դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը։ Մարդիկ կարծում են, ուզում է իսկույն դուրս վազել հարձակվել թշնամու բանակի վրա։ Առաջին են ընկնում, բռնում են, խնդրում, թե ախր առանց զենքի ու զրահի, մենակ ուր ես գնում, ինչ ես անում, գլխիցդ ձեռ ես վերցրել, ինչ է։ Բերում են, զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն նազարին իր քաջությունից տարված, մենակ հարձակվի թշնամու զորքի վրա։ Եվ լուրը գնում, տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե քաջ նազարը մենակ առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում է։ Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ են բերում, նազարին նստեցնում վրեն, ոգևորված զորքն էլ հետևեր է կենում ահագին աղմուկով, կեցե քաջ նազարը, մահ թշնամու։ Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մին է նստած, խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշնամու բանակը։ Զորքերը կարծում են, քաջ նազարը հարձակվեց, ուռա են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ։ Նազարը, որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ծռը գցում է, ուզում է մի ծառի փաթաթվի։ Դու մի ասիլ, ծառը փտած է։ Մի գերանաչափ ճյուղը պոկ է տալիս, մնում ծեռի։ Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին ու ահա սրտներումներ, էս էլ որ իրենց աչքով տեսնում են, էլ փորներումը սիրտ չի մնում, երես են շուռ տալիս, փախի, որ փախի, թե մարդ ես գլուխդ պրծացրու, որ քաջ նազարը ծառերն արմատահան անելով գալիս է։ Այդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է կոտորվում, մնացածները թուրները դնում են քաջ նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը։ Ու պատերազմի ահեղ դաշտից քաջ նազարը հսկաների ամրոցն է վերադառնում, ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով ու կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն են դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ տալիս, որ նազարը մնացել էր ապշած, շշկլված։ Այսպես արքով փառքով էլ բերում հրատարակում են իրենց թագավոր,
ու բազմեցնում են թագավորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագավոր։ Այն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս։ Մին էլ տեսնում է աշխարհքը իր բռան մեջ։ Ասում են, մինչև այսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում, ծիծաղում է ու ասում. Ինչ քաջություն, ինչ խելք, ինչ հանճար, դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունես, քեֆ արա։ Եվ ասում են, մինչև այսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա։